Ես երևի նորից այս թեման շարունակեմ, հետո անցնեմ մյուս հարցերին։ Տիկին Ավանեսյան, անցյալ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ես նորից այս հարցը բարձրացրել եմ եւ այն ժամանակ նորից նշեցի, որ այո, շատ բժիշկներ, հիշեք, նախարարությունը ստացել էր 30-ից ավել բժիշկների ստորագրությամբ այդ բաժանվող դեղի նկատմամբ բացասական վերաբերմունքի իր մտահոգությունը եւ դուք նորից պատասխանեցիք, որ գնումների գործընթացը այնպիսին է, որ մենք փաստացիորեն այդ ենք ձեռք բերում։ Ուրեմն պետք է գնումների այդ գործընթացի կազմակերպման միգուցե տեխնիկական պահանջների մեջ փոփոխություն անել, միգուցե այլ կերպ մոտենալ, հա, ոչ թե այսպես մարդկանց, եթե դա այդքան էլ արդյունավետ չի մարդկանց համար այդ դրա օգտագործումը, այստեղ խնդիր կա, հասկանում եք, եթե 1 տարի, 2 տարի, 1 բժիշկ, 30 բժիշկ, 10 հիվանդ, 100 հիվանդ խոսում է դրա մասին, ուրեմն մենք չենք կարող անտեսել այդ խնդիրը։ Տիկին Գյուրական, կներեք, բայց պետք է այսպես հստակ լինել։ Չունենք 10 բժիշկ, չունենք անգամ 1 բժիշկ, որը անցած տարի ներկայացվել է ձեզ 30 բժշկի ստորագրությամբ այդ նամակը։ Եթե դուք չեք 30 բժշկի մասնակցությամբ կարգի թիվեր, ես չեմ։ Խնդրեմ ուղարկեք, անհնար է։ Դուք ստացել եք, ես ձեր ստացած նամակն եմ։ Ես վստահ եմ, որ 30 էնդոկրինոլոգ չունենք անգամ, որպեսզի 30 հոգի ստորագրեր։ Ուրեք թե 30 մանկական էնդոկրինոլոգ ունենանք։ Բայց առավել եւս, եթե ունենք 20 էնդոկրինոլոգ եւ 19 ստորագրելը, ուրեմն դա լուրջ խնդիր է։ Եկեք դրա մասին խոսենք։ Հիմա նորից, հա, էլի շաքարային դիաբետի մասին, բայց ես ուզում եմ այս անգամ ավելի շատ հիմա իմ հարցը կենտրոնացնել առաջի տիպի շաքարային դիաբետի հիվանդություն ունեցողներին, որովհետև այս առաջին տիպի շաքարային դիաբետը ցավոք սրտի Էսել էր առաջի տիպ, էլի։ Հա, ամեն դեպքում, չէ, իրենց ես բայց լուրջ առանձնահատկություն ունի, որ իրենց ասելով, հա, որ դա ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ եւ արդյունքում գիտեք ինչ ստացվում է, որ մենք այսօր այդ մարդկանց որոշակի ու նրանք ըստ էության ֆունկցիոնալության այդ կարգը չեն ստանում, հա, անձի ֆունկցիոնալության այդ կարգը չեն ստանում եւ ըստ էության ինչ որ իմաստով մենք թողնում ենք իրենց հա, իրենց վրա, ինչպես ում դիմել, ինչպես դիմել, ինչ գումարով դիմել, ունեն կդիմեն, չունեն չեն դիմի, բայց դրա արդյունքում մենք վաղը մյուս օրը ստանում ենք ենթաստամոքսային գեղձի հետ կապված լուրջ հիվանդությունների մի փունջ, որի վրա հետո մենք պետք է բյուջեից մեծ գումարներ դնենք, որոնց հետևանքները լուծենք։ Արդյոք դա ճիշտ է եւ ի սկզբանե միգուցե պետքա այդ կարող եք պարզաբանել ինչ նկատի ունեք, որ իրենց առաջին տիպի շաքարային դիաբետը, առաջին տիպի շաքարային դիաբետին են ինսուլին տալիս, ենք, հա, ֆունկցիայի խանգարումն է ենթաստամոքսային գեղձի։ Որը շատ ավելի լուրջ հետևանքներ է թողնում ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալության վրա, չէ՞, որն էլ իր հերթին լրացուցիչ լուրջ հիվանդություններ է ծնում։ Մասնագիտական քննարկում է ստացվում, բայց ես չեմ ուզում այդ մասնագիտականի մեջ մտնել, գիտեք։ Եթե ոչ ճշգրիտ բան ենք ասում, հետո եզրահանգումները ավտոմատ ոչ ճշգրիտ են դառնում։ Ես չեմ ուզում այդ մասնագիտականի մեջ մտնել, բայց եթե ինքը ծնում է այդ հիվանդությունը կարող է ծննել լուրջ ենթաստամոքսային գեղձի եւ դա էլ լուրջ ուրիշ հիվանդությունների աղբյուր դառնալ եւ ապահովագրությունը, բյուջեն, ես էլի բերում եմ բյուջեին։ Չէ, օքեյ, բայց եկեք մի հատ պարզենք, էլ ինչի մասն է խոսքը։ Եթե կա առաջին տիպի շաքարային դիաբետ, դա նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին, որը անհրաժեշտ է գլյուկոզայի մարսելու համար, որի համար լուծումը արտաքինից ինսուլին ներարկելն է համապատասխան չափաբաժնով, համապատասխան ժամին եւ այլն, որը երեխաներից սկսած սովորում են, հա։ Հիմա դրա լուծումը այդ ինսուլին տալն է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ հարցը որն է։ Հարցը որն է, դե համբերեք հարցն ասեմ, եթե։ Ուրեմն հիմա 18-ից հետո, երբ մենք այդ ինսուլինը ըստ էության չենք տրամադրում, հա, չտրամադրում եմ մինչև 25-ը ինչ որ մենք ամբողջ հանրապետությունում ամբողջ կյանքի ընթացքում տրամադրում ենք, բայց այդ մարդիկ ասում են, որ մինչև որոշակի տարիք այս տիպի ինսուլին են ստանում, սրանից հետո այլ տիպի, որի ազդեցությունը շատ ավելի թույլ է։ Ես ասեմ, տեսեք,
Հայաստանի Հանրապետությունում ինսուլինը տրամադրվող միշտ եղել է ամպուլներով, այսինքն ներարկման։ Հետո առաջնահերթություն տալով երեխաներին վերանայել ենք եւ հիմա օգտագործում ենք գրիչներ, որոնք որ շատ ավելի նոր եւ հարմար կիրառելի են, այսինքն էլի ինչպես միշտ երեխաներին առաջնահերթություն տալով տրամադրում ենք այս նոր տիպերը։ Մեծահասակներին շարունակում ենք տրամադրել ամպուլներով ներարկման ինսուլինները։ Այո, իհարկե գրիչները թե հարմար են օգտագործման համար եւ դրանք նոր սերնդի պրեպարատներ են։ Հիմա գալով իհարկե ձեր հարցին մենք էլ ենք ուզում, որ բոլորին տրամադրենք ամենաթանկարժեք, ամենալավ տարբերակները, բայց գնում ենք աստիճանական։ Իմ ասած հարցադրումը դա է, որ մենք այսօր փորձում ենք ինչ-որ իմաստով դրա մեջ խնայողություններ անել, արդյոք դա հետագայում ավելի լուրջ հիվանդությունների բուժման համար պետական բյուջեի վրա ավելի լուրջ ծախսեր չի առաջացնելու։ Իմ ասածը դա է։ Եթե այսօրվա օգտագործվածը պակաս արդյունավետ է, հետևաբար ինքը ավելի շատ հիվանդություն։ Դե հարմարության տեսանկյունից չեն կանում, ինչ խնայողության մասն է խոսքը։ Պարզապես կան դեղեր, որոնք ցուցված են երեխաներին եւ կան դեղեր, որոնք ցուցված են մեծահասակներին։ Պարոն Տիկին Ավանեսյան լրիվ ուրիշ բան է, հասկանալի է։ Նա ասաց, որ ես էլ իր ասածն եմ արձագանքում։ Չէ, դա ինսուլինը, այստեղ հարմարավետության հարցը ընդամենը եւ գրիչի եւ ամեն դեպքում կարգի սահմանման մեջ պետք է իսկապես ուշադրություն դարձնել այդ անձի ֆունկցիոնալությունը ինչքանով է այդ ճիշտ գնահատվում, եթե շաքարային դիաբետ է, այստեղ պետք է իրապես երևի լուրջ ուսումնասիրություններ ծնողների ու այդքան հիվանդների բողոքները անտեսել, ասելով, որ մենք ուզում ենք ձեզ ուղակի առողջ տեսնել եւ չենք ուզում, որ դու ձեզ անվանենք հիվանդ, դա շատ քիչ է, մեղմ ասած, ոչինչ է էլի այդ հիվանդների համար։ Հիմա ես կոնկրետ ուրիշ հարցերի են անդրադառնամ, որովհետեւ այստեղ դուք Հա, բայց կներեք, ես արձագանքեմ, որ չստացվի համաձայնեմ ձեր մտքի հետ։ Տեսեք, բժշկա սոցիալական փորձաքննությունը իրականացվում է կոնկրետ չափորոշիչներից ելնելով եւ այո, եթե մենք մեր երկրում հասել ենք նրան, որ կառավարում ենք դիաբետը այնպես, որ մեր երեխաները ըստ էության ֆունկցիոնալության խանգարում չունեն, ուրեմն պիտի փաստենք, որ ֆունկցիոնալության խանգարում չունեն եւ անիմաստ տեղը երեխաներին սահմանափակումների եւ այսպես կարգավիճակների չենթարկենք։ Իհարկե մենք հետևողական ենք բոլոր բողոքների նկատմամբ, բայց ես նորից ստուգեցի Տիկին Գյուրեղյան, ձեր կողմից անցյալ տարի բարձրացված բժիշկների ուրեմն այսպես բարձրացված հետքերով թիվը իհարկե վստահ չեմ կստուգենք, բայց մենք հետևողականորեն կապվել ենք, հրավիրել ենք նրանց նախարարություն, ցավոք սրտի ոչ մեկ չի եկել հանդիպման, որպեսզի մենք նրանց հետ քննարկենք, թե ինչն է բարձրացված հարցը։ Եվ այստեղ ես իհարկե չէի ուզի անդրադառնալ եւ ասել, որ դա այդպես է, բայց նաեւ մի փոքր երանգել կա, որ դեղագործական ընկերությունները նաեւ իհարկե մրցույթների արդյունքներից երբեմն դժգոհ են լինում եւ փորձում են նաեւ այսպես ինչ որ առումով ինչ ասեմ, նաև շեշտադրումներ անել, որ իրենց պրեպարատներն են ամենալավը, ամենաազդեցիկը եւ այլն եւ այլն։ Դրա համար պետք է շատ հետևողական գնալ ամեն բողոքի հետևից հասկանալու պատճառները։ Նորից եմ կրկնում։ Իհարկե, ինդիվիդուալ մոտեցումը միշտ էլ շատ ավելի լավ է, քան ընդհանրական մոտեցումը, բայց եթե ունենք 1100 պացիենտ եւ գնում ենք ամենավորակյալ ինսուլինը եւ 1100-ից կարող են լինել մի քանի դեպքեր, որոնք ինչ որ դժգոհություններ ունեն, սա եւս պիտի հասկանանք ոնց ենք հասցեագրում։